Դուք վերջերս պարոն Կարապետյան նաև հայտարարեցիք, որ իշխանության գալու պարագայում օրենքներ եք ընդունելու, որպեսզի օտարերկրացիները եւ հատկապես ադրբեջանցիները եւ թուրքերը հնարավորություն չունենան Հայաստանում անշարժ գույք, բնակարան կամ հողակտոր ձեռք բերել։ Բայց մյուս կողմից, օրինակ, եթե նայենք այն հնարավորությանը, որը հաճախ նաև խոսակցություններում հնչում է, եթե ադրբեջանցիները ենթադրենք ցանկանան որպես տուրիստ Հայաստան գալ կամ օրինակ առաջարկեն Հայաստանի քաղաքացիներին գնալ Ադրբեջան, դուք թույլ կտաք ադրբեջանցիները գան Հայաստան որպես տուրիստ։ Փաշինյանը հերթական անգամ իր ստերով ուզում է մոլորեցնի մեր ժողովրդին։ Հիմա էլ հասկանալով, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մեր անհանգստությունները իրոք ճշտի մասին են, ինքը հիմա հորինել է նոր խոսույթ, որ ադրբեջանցիները կարող են գալ որպես տուրիստ։ Մեր ասածը ընդամենը, որ ադրբեջանցիները չեն կարող գնել, նվեր ստանալ հայկական հողերը։ Մեր ասածը, որ ադրբեջանցիները իրավունք չունեն սեփականություն գնել Հայաստանում։ Իսկ ինքը դա շուռ է տալիս նոր խոսույթի, որ տուրիստների տեսքով են ադրբեջանցիները գալու Հայաստան։ Մենք մինչև չունենանք ադրբեջանցիների հետ ճիշտ խաղաղության պայմանագիր երաշխավորված մեծ գերտերությունների կողմից, ես դեմ եմ բոլոր տիպի ադրբեջանցիների մուտքին Հայաստան, թե տուրիստական տեսքով, թե գորշ գայլերի տեսքով։ Մենք պետք է ամեն օր մտածենք դրա մասին եւ ամեն օր պայքարենք դրա դեմ։